Բարև ձեզ, մենք այսօր զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզից, Sport City-ի հիմնադիր պարոն Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, բայց ես պարոն չեմ, ես ընկեր Հրանտն եմ, պարոնները երևի Երևանում են։ Շատ լավ, ընկեր Հրանտ, շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեզ մոտ հյուր։ Մի քանի հարց ունեմ ձեզ, նախ սկսենք Խնդրեմ պատմել, ինչպես է ընթանում ձեր գործունեությունը։ Գիտեք ինչ, ընդհանուր առմամբ կարելի ասել դժվար ու դաժան, բայց մենք հաղթողներից չենք, ամեն ինչ արդեն սպես սազիրատեղ է կնի, ես արդեն հավաքել եմ թիմեր, հետո Այս տակորերը սկսվելուց մենք նպատակ ունենք ամբողջ դպրոցներից հավաքել բոլոր մեր ժիր-ուժեղ երեխեքին, որովհետև բացի մագանախաղից ես որոշել եմ միևնույն ժամանակ ֆուտբոլը, լակրոսը, ռեգբին, այսինքն բոլոր այն օլիմպիական ձևերը, որոնք աշխարհում, Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում ունին համալսարաններ, ու այդ համալսարանները ունեն թիմեր ու քանի որ մեր Գյումրին միշտ տվել է սպորտսմեններ, արեկնային ամեն ինչը մեծ ապրանքի, թանկնոց ապրանքի։ Դրա համար ես որոշել եմ, որ մենք պետք է պատրաստենք շատ թանկնոց ապրանքներ, որ մեր երեխեքը հնարավորություն ունենան հայտնում են աշխարհի բոլոր տեղերը։ Չեմպիոն կեղնին ավելի լավ, չեղնին իրանց մինիմում կյանքը կապավեն։ Շատ լավ, որպես գյումրեցի ձեր կարծիքով, ինչպիսին պետք է լինի պատվավոր գյումրեցին։ Ճիշտ ասած, ես գյումրեցի չեմ, ես լեննագանցի եմ, գյումրեցիք էլ համաձայն չեն, որ ամեն արժով չարժով իրանց սելով իրանց գյումրեցի համար է։ Ու պատվավոր սելը սենյոր, եթե ամեն մարդ ինչ բանոջաբարատրված է, ինչ սպասելիքներ, ինքը են է իրա գործը, ու եթե այդ գործը կգնահատեն իրանից բացի ուրիշ շատերը, ուրում ինքը արդեն պատվավոր է, պատվավոր գյումրեցին իրան այդ կոչումը երբևէ պետք էլ չէ։ Շատ լավ, իսկ ընկերը Հրանտ, ձեր սաներին ընդունելիս ինչով եք առաջնորդվում։ Գիտեք ինչ են ռուսները կսեն ռիբակա իստալիկա վիդիտ մեր երեխեքը ես տեզիս եմ ես Սիբիրել եմ թին հավաքել, Լիտվայում էլ, սսեմ հավաքական եմ մեր երեխեքի աշկերի կայծը ուրիշ է հետո այդ պոտենցիալ նոր տրած է ես չիդեմ օրինակ լենագան երեխեքի այդ պոտենցիալ վայրենությունը, որը մենք կրնանք ուղորդենք մասնագիտական շատ մեծ հրաշքներ կերնի, օրինակ լենագան 7 աղջիկ շտանգա կպարաբեին, 5 եղան Եվրոպայի չեմպիոն,եմի թե մեկը ինադու, թե մեկը խատր, ստացվավ այդպես, այսինքն ես գիտեմ, որ կուրախացնեմ մեր Հայաստանի ժողովրդին, մեր 4-5 տարի հետո ամենաուշը մեր լարփուշկեկի ծեները կառնիկ, ես բոլորիդ կխոստանամ, որ մեր երեխեքը աշխարհի շատ տեղեր, շատ քաղաքներում հաղթելուց հետո մի հատ մեկ քոճարին կպարենք ու ուրախ հետ կգանք։ Շատ լավ, ընկեր Հրանտ, իսկ ինչ կարծիք ունենք համայնքների խոշորացման մասին։ Գիտեք ինչ, այդ բաժնագիրը ես չինեմ խոշորացում, փոքրացում եւ այլն, կարևորը բովանդակությունն է, բաժնագիրը այդքան էական չէ։ Հարցը այն է, որ ցավոք սրտի Լենագանը երկրորդ քաղաքը չէ, երկրորդական քաղաք է, շատ հարցերով ամեն ինչը կենտրոնացրել են Երևանում, եթե մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, չի կարելի եկեղեցի սարքել, որի կեմպետը ավելի մեծ է, քան մարմինը։ Ու շատ լավ կերներ, որ ապակենտրոնացումերներ, Երևանից ինչ-որ բաներ, ինչ-որ ֆունկցիաներ տեղափոխենք ստեղ, նույնիսկ սպորտի նախարարությունը բերենք, եթե մշակույթինը չէ, ինչ-որ կոնսուլստաներ, բանասեմ չեք հավատա,
այս վերջերս լավաց նույնիսկ լավացքը հյուրանոցի կզանգես թե բերեք գսե Երևան բդի տանինք նույն նորմեդի մեր անալիզներից բռնած Երևան գտանին դրա համար լենագանը զարգացնելու համար պետք է իրոք արդյունաբերություն ինչ որ բաներ տրումներ pedagogan շատ բաներ պետք է տեղափոխել լենագան այսօր լենագանի չեն էստա Գյումրիից այսօր կփախնին ու ցավալու է նույնիսկ ռուսները կան չմնացին, Ղարաբաղցիք արդեն քեշ տան մեր մոտից, հարցը նոր ապրելու համար ինքը շատ անհարմար է, կոկան կուրխնան մեր վրան քեշ տան, ու ցավալի է դիք։ Շատ լավ, անցնենք քաղաքականությանը, ինչու որոշեցիք ընդգրկվել Եվրադաշինքի կազմում։ Գիտեք ինչ, Եվրոպա բառը արդեն կուրախացն է, ես Եվրոպայում եղել եմ շատ տեղեր, Իսպանիայում, Հոլանդիա, Գերմանիա, ցավոք սրտի մեր հայերը բոլոր այդ երկրներում ճամբարներում են գտնվում, կերտանգը հանձնվին 1000 առիթով, 1000 պատճառով ու կուզեն իրանք ընդեղ եղնին։ Եվրոպան էլ հիմնականում որպեսզի մենք չեշտանք ընդեղ, կսեպերեք ձեզի օգնեմ, ձեր մոդը Եվրոպա դարձրեք, ձեր մոդը աշխատատեղեր ստեղծեք, մի կարեք իմ մոդս հանձնվելու։ Ու դրա համար Եվրոպայի հնարավորությունը ամբողջ աշխարհ հլոր անուն տնելով, բանենելով Եվրոպա հլոր սաղ կուզեն Եվրոպա է ստանել, ինչմար չի ուզե կաստեղ, չի ուզե շտա Ռուսաստան, չի ուզե շտա մյուս տեղերը, Ամերիկա կուզեն, Եվրոպա կուզեն, ես ձեզի ամենայն անկեղծությամբ կսեմ, ես աշխարհի բոլոր տեղերն եղել եմ, Եվրոպա, Աֆրիկա, Ամերիկա, մեր Այս օտու ջուրը չկան, դեղ չկա մետերում կրանտը բանած ջուրխեմ ես։ Մեր օտը ջուրը, մեր հետոքենաֆունդը, իմիջալուց ամենաուրախալին որ մեր նոր ես սերունդը շատ սիրուն են ու իրոք շատ պայդար հայացքներով ու ձի հիմնականում էդ է հետ բերել որ ես երեխեքին պետք է իրոք կողքը կագնել ու հասցնել իրանց նպատակին։ Իսկ ինչ կարող է անել Եվրադաշինքը ընտրվելու դեպքում։ Եվրոպական նույնիսկ տեսմանատները ունեն ֆոնդեր, իրանք մրցումներ կենեն, ճամբարներ կենեն, հետո կան այդ սպորտացևերը, մանավանդ նոր սպորտացևերը, օրինակ այս տարի լակրոսը եղավ օլիմպիական ծև, ինքը հին ծև է, ամբողջ աշխարհում համալսարաններն ունին այդ ծևերը, եվրոպական, ամերիկյան համալսարաններում սովորելու համար շատ թանկ են, 100-150 հազար դոլար, ու դուք պատկերացրեք մեր երեխեքը դպրոցն ավարտելուց հետո արդեն իրենց ռեժիմի են գցեն, իրանք հրավերներ կունենան, իրանք բացի դրանից որ չեն մուծե այդ գումարը, իրանք նույնիսկ փող կստանան, հետո ես ձեզի ընդհանուր առմամբ ասեմ, մեր մոտ ընդունված է անհատական ծևերի զարգացը, անհատական ծևերը մեդալ կբերեն, այդ մխիտարանք է ավելի շատ, ինչ է շտանգիստն է, բարեցն է, իրանք շատ մեծ չարչարանքներից հետո գեղնին օլիմպիական չեմպիոն կամ աշխարհի կոկան, Վարուն Ծառուկյանը կդիմավոր է, տուն է, մեքենայի ու վերջ, բայց խաղային ծևերը ինքը կոնտրակտ է, իրանք շատ հարուստ ծևեր են, ու վերցնենք Հենրիկ Մխիթարյանը 47 միլիոն է, 20 միլիոն է, 30, այսինքն իրանք կրնան մեդալներ չբերեն, բայց իրանք իրանց կյանքը կարող են ապահովել, ու մեր Լենագանի պես տեղը ամենամեծ խնդիրը աղքատությունն է, ինչքան կուզե խնդալու հնչ է, մեկ ընդագի դուք ես ֆուտբոլ որ գնայեք, ասենք Բարսելոնան է, մյուսն է, այդ 22 միլիոնատեր մեկ ընդագի մեդևից կվազեն, մեկ 22 զապաս են նստած, ես կմտածեմ թե այսինքն սպորտի մեջ կան միլիարդներ, մենք էլ սպորտսմեն այդ արտադրանքը միշտ տվել ենք, երբ սկսենք մենք մեզ ճանապարհը պետք է անցնենք, դրա համար բերեք սկսենք ու ընդհանուր առմամբ ձեր հարցը տված Եվրոպան մեզի մեծ տարբաս է բացե, տարբաս, որը մենք պետք է շտանք, ոչ թե շտանք այլև այլ արտուղի ճանապարհներով հանձնվելու, այլ մեզի ծաղիկներով դիմավորելով ու սպասելով, այդ է հիմնականը։ Շատ լավ ընկեր Հրանտ, անդրադառնանք ձեր դեմ եւ Եվրադաշինքի դեմ տարածվող սև PR-ից, ինչ կխոսեք դրա մասին։ Գիտեք ինչ, ես կսեի ընդհանուր անկրագիտության հարց է, շատերին նույնիսկ սորը սագանես, Եվրոպա է, գերն են, համապմիասեր են, չիլես ինչ են, այդ ամեն ինչ եղել է մարդկության սկզբած որ բանից,
մենք ընդանուր բանից վերցնենք մի բան ֆիքսենք, այսինքն չար մարդիկ, անկարագետ մարդիկ հիմնականում, որովհետեւ ուղղակի վարկաբեկեն Եվրոպան մեզի հնարավորություն կտա։ Մենք կգնանք վերցնենք նույնը, դուք ունեք ձեր թաղում նարկոմանել ունեք, ճուտակարել ունեք։ Այսինքն դուք կարող եք անընդհատ նարկոմանից խոսակ, ձեր թաղի կամ անընդհատ ճուտակարից մի որը կորոշեք։ Մենք Եվրոպայից ինչ կուզենք, մենք Եվրոպայի քաղաքակրթությունը կուզենք, Եվրոպայի կուլտուրան, Եվրոպայի պետությունը անհատ փոխհարաբերությունը, եվրոպական թոշակները Այսինքն բոլոր այդ եվրոպականը այդ վերցրել են վատման շատ տեղեր կան վերցրել ֆիքսե ու անընդհատ դիք կնշեն ինձ գտվար հարամություն է առնված Դե հա իհարկե այդքան պլյուսների մեջ այդ մինուսը դարձնել Մինուսը կա մինուսը մենք էլ ունենք այդ ուղղակի չենք մենք տանկարի անընդհատ առավոտից իրգուն ու ավելի շատ ժողովրդին այդ հակակարողություն ունենելով Ինչի համար կնշեն են բան, երբ որ հետո իրանք հիմի եթե Եվրոպան վիզաները բանա Հայաստանի հետ, քանի մոքի կմնան սաղ վազելով կեշտան այդ մունդար տեղը։ Դրա համար այդ չգիտեմ շատ վատ խոսակցություն է ու ինձ գիտվար որ յուրաքանչյուր մարդ մտած է հետևությունն է Շարը անած մեր խոսքով իրանց վրա։ Հասկացանք Հրանտ, իսկ ինչ կասեք նույնը Ռուսաստանի մասին։ Գիտեք ինչ, այդ հարցը ինձ շատ կուտան, որովհետև երկրաշարժից հետո ես երբ որ արդեն հացը ստեղ տալունով էր, SSR-ը բրդավ, ես 93-ին եմ գնացել Ռուսաստան, նախ ինձ համար ես սովետական միության հավաքական եմ խաղացել, այդ տարոշի տակ լացել, խնդացել, ու գնացել բիզնեսներ եմ ստեղծել, աշխատել եմ, իմ երեխեքս ընդեղ մանկաբարձ դպրոց են գնացել, իրանք նույնիսկ ռուսերենից Ռուսերեն գմտադեն հայերեն գթարգմանեն ու բոլոր դեպքերում ես Ռուսաստանին կոնկրետ անչափ շնորհակալ եմ ու Ռուսաստանի ամենամեծ ուժը իմ համար իրանց կրթությունն ու իրանց հենց կրեատիվներն է բայց երկիրը ուրիշ է կառավարության վարած քաղաքականությունը ուրիշ է ու դրա համար այսօր նույն եվրո դաշինքի վրա իրանք կան որ ռուսներին անեն չնայած որ իրանք ծրագրի մեջ ոչ այդպես բարգա ոչ իրանք քննարկումների մեջ ես կլսեմ ուղղակի հարցը այն է որ օրինակ ես սկսեմ Այս մեր սպորտ սիտին հենց ասում գարադոկի կողք է կառուցած ես անընդհատ ուզել եմ իրար հետ մենք իրար հետ աշխատենք հրավիրել եմ միջոցառումներին դուք տեսաք դեկտեմբերի 31-ին ես տներ պաբին բերեցի ես իրանց նույնիսկ կամդիվին զանգեցի թե լավ կերներ դուք էլ սայլուտ տայք մի հատ ձեր երեխեքն եկեք իրանք չեն ուզե իրանք չգիտեմ ինչն է պատճառը այս հողերի մեջ իրանք օգտագործեն այսինքն մենք բան չենք երել իրանք են փոխվել իրանք վերաբերմունք մեր նկատմամբ փոխվել այդ տեսեք երկու հատ տալիջ ունին իրանք հիմի 10 տարուց ավել ես իմ ընկերներից Կարելինին մեր դեպուտատ Նովոսիբիրսկի մեր մյուս դեպուտատներին զզվցրի խելրթերի որ ռուսների համար պետք է այստեղ բանել չինենք մենք նույնիսկ իրանց առաջարկեցի մենք թիմ անենք մասնակցենք իրանց առաջնությանը մագանախաղի ֆուտբոլի բոլոր պապետքերը մենք երել ենք իրանց հետ ինտեգրվելու իրանք են հրաժարվել ու այդ հարցը որ մենք իրանցման կվարկաբեկենք կամ կուզեն կեշտան, կուզեն չեշտան, դեք իրանց որոշումն է բացի դուից Եվրոտաշինքը չէ որոշով Հայաստան ունի կառավարության որոշում է մեր խոսքով էդել է շարժանած Ինչ միջոցներով եք ցանկանում կյանքի կոչել ձեր ծրագրերը Գիտեք ինչ աշխարհում շատ փող կան, փողի խնդրեմ չկա Փող ներդրողի համար պետք է ստեղծվի ներդրումային պայմաններ Դրանից բացի մենք ունենք մեծ առավելություններ, ես շատ գյումրեցիներ, լենագանցիներ գիտեմ, մեծ հաճույքով կուզեին են իրանք իրոք կսիրեն լենագանը։ Բայց երկխոսություն չկա կառավարություն կամ քաղաքի ղեկավարության այդ մարդկանց հետ։ Այս 4-5 տարվա մեջ ես շինարարության ընթացքում Շվեդիայից են եկել, Ամերիկայից են եկել 200-300,000 բանով, դե մենք ուզենք լենական մի բան ենք։ Բայց քանի որ այդ մեխանիզմը չկա,
քաղաքապետարանը կսեպերսավ մեզի նավեր դու կնա, այսինքն դե ես $1 միլիոն էստեղ նեշտարած ու ես անտատ խնդիրներ ունիմ ու հմել շտրաֆ կավերես ես մենակ բացի շտրաֆ մուծելուց ոչ մի աջակցություն, ոչ մի սուբսիդիա, ոչ հետ մի բան ու դրա համար իրանք չեն գա ես հուսով եմ իհարկե շատ մեծ նշանակություն ունի խաղաղության պայմանագիրը եղնի, որովհետև փողը կուկանտեղ ուտեղ որ խաղաղ է, ուտեղ պատերազմ եղավ, փողը ընդերից կփախնի ու նեշտարողներ շատ կան ու իրոք այդ նեշտարողների տեղերը մենք գիտենք, բացի դրանից Եվրոպայի Եվրոտաշինք է, իրանք մեծ ֆունդեր կան երկիրները զարգացնելու, աջակցելու, օրինակ այդ սպորտաձևերը մեզ պիտի օգնեն իրանք, որովհետև իրանց համար իրանց այդ տվյալ սպորտաձևի աշխարհագրությունը մեծացնելու համար իրանք ունեն իրանց վոլոնտյորները, իրանց շատ նեշտարողներ ունեն, բացի դրանից իրանց մոտ գործում է օրենք որ եթե իրանք երրորդ երկրները, որը մենք հələ առաջ մստպես կհամարվենք, նեշտարումներ կենեն, իրանք պետքան չափով կազատվին հարգերից։ Այսինքն Եվրոպացին երբ որ կրնար Գետադրենք $1 միլիոն հարկ մուծեր, ինքը կարող է $500 մեր մոտ նեշտանե 500 մուծե։ Այսինքն այդ հնարավորությունը կա։ Դրա համար Եվրոպայի հետ գործընկերություն ունենալը շանսերը շատ են։ Ну, ճաշված Ամերիկան նույնը։ Դրա համար բացի դրից որ մենք ունենք շատ հզոր համայնք։ Ես դուսն եղել եմ, շատ մարդիկ շատ լավ ապրել են։ Ու հմել կապրեն, բայց կարոդով իրանք սիրտը ստեղ է, իրանք կուզենան մեծ բան անել, դրա համար մեր խնդիրն է գտնել այն մոդելը, այն ֆորմուլը, այն բանաձևը, այս խնդիրը լուծելու համար։ Մենակ իմ խնդիրից չէ։ Սնից հետո կարող հրանտների մյուսների հարցն է։ Իսկ ընկեր Հրանտ, ո՞րն է լինելու ձեր լուման քաղաքը ծաղկեցնելու հարցում։ Դե գիտեք ինչ, իմ լումանս արդեն շատ մեծ է, նախ մեծ եղել է, որովհետև մենք Լենագանի Գյումրիի թիմը իմիջիալից Լենագան եղածված մեր թիմի անունը Գյումրի էր։ Ու մենք մասնակցել ենք բոլորի հագարակն է երևի Գյումրի եղածված թիմի անունը Լենագան է։ Ինչ լումա էլ ունենաք, եթե դուք այդ ամեն ինչը կուզեք ներկայացնեք քորին ու խուլին, ինքը զերո է։ Յուրաքանչյուր լուման գնահատողի համար է։ Ամենամեծ գնահատողը իհարկե իմ համար երեխեքն են։ Ես համոզված եմ, որ ամենաուշը տարեվերջ մինչև մենք ուրախացնենք մեր ժողովրդին, որովհետև մենք շատ հրաշք սերունդ ունենք ու ես ձեզ եմ մի հատ բան, եթե այս վերջերս Տրամպն է, Պուտինն է, մյուսն է, արդեն խաղաքարտերը ով լավ խաղաքարտ ունի, ես ձեզ եմ մեր խաղաքարտերը շատ լավն են, մեր օդը, մեր ջուրը, մեր սերունդը, մեր կոզարը պիտի փոխենք, Լենագանի կոզարը, ասենք որ կոզարը էլ գարը չէ, սիրտն է, երբ որ մեր տեխնադուին Լևոն Պարսեղյանին հաջողվեց մաստը փոխել, թե չէ մեր կարտերը լավն է, աստծո տված, շատ շնորհակալ ենք մեր խաղաքարտերից։ Շատ լավ, եւ վերջի ու ամենակարևոր հարցը, ինչու ընտրել հենց Լևոն Պարսեղյանին։ Լևոն Պարսեղյանին ես գիտեմ մոտ 35 տարուց ավել։ Այն որ Լենագանի Ռոբին Կուդ, հա, այդ նեղյալների կողքը կանգնած, ում հալածանքների կալայի պատմությունը, ինքը շատ է տուժվե, շատ են իրան հալածե, բայց ինքը պրինցիպիալ է, ու ինքը անընդհատ մնացել է իր ծևի մեջ, բացի դրանից ինքը շատ բացարձակ վերագետ է, հայերեն, ռուսերեն, անգլերեն, իր տեղը ամոթ չես են ինչ-որ Սերժը գխոցար, սաղս կերինը գմտնենք, իսպանական ամոթ էր, էլի բոլորիս համար։ Ես Լևոնի հետ կապատ մնացած տեխնացուներին էլ համարյա բոլորին գիտեմ, բոլորն էլ նորմալ մարդիկ են, մե վարգանեմ չեմ կասկածի, որ իրանք շատ կսիրեն Լենագանը, բայց սիրելը քիչ է, լավ տղա եղնել է, լավ մարդ, ստեղ ուրիշ կատեգորիաներ են պետք, մենք շախմատի մրցմանը պիտի կրոսմաստերին ուղարկենք, մյուս մրցումներին լողի մրցմանը լողորդին,
Դրա համար իմ կարծիքով այս բոլոր տեխնոլոգիաների մեջ նախ ամենապանիմացը ինքն է ու Լևոնի դեպքում ինքը քաղաքապետ չէ, ինքը քաղաքացարակերն է, որտեղ լեննագանի պես քաղաքը իրոք կարագի շաբի քաղաքնել է։ Մեր խոսքով ես իրա կողքը կուզեմ, ինքը մեր բաց թողում ունի որ իմ աշակերտս չի եղել, հա, մեր խաղի չի խաղացել, հա, դեք ուղենք երևի։ Ես կուզեմ որ ասենք չնդրեք աղբորը ստեղեն, քերուս աղջիկի եւ այլն, մտածեք ձեր երեխեքի մասին, ձեր սերունդի մասին, որովհետեւ մենք իրոք մարդ, որը մեզի Եվրոպայի տերները մոտ կտանի, իրոք դիք Լևոնն է։ Շնորհակալություն ընկեր Հրանտ, հիշեցնեմ, որ մեր զրուցակիցն էր Հայաստանի Հանրապետության Վարստակավոր մարզից Սպորտ Սիթիի հիմնադիր Հրանտ Պետրոսյանը։